Գիտեք ինչա վերջում լինելու։ Ինչ։ Տասնյակ հազարներով արտագաղթ Հայաստանից։ եւ միջին խավը եւ բիզնեսմենները։ Դրանց փոխարեն ադրբեջանցիներ կգան կբնակվեն։ Մարդու խնդիր Եվ Հայաստանը կմնա, օրինակ 30 տարի հետո, օրինակ մեծ թիվ եմ կրակում, կարա լինի ու ավելի փոքր։ Հայաստանը կարա դառնա թանկ գազով, թանկ հոսանքով, որը ենթակառուցված չունեցող 1 միլիոնանոց ինքնիշխան հպարտ երկիր, տեղ-տեղ լավ ասֆալտով։ Որ ոչ մի բան չունի։ Ու թանկ գազով։ Բակարակուսի կիլոմետր է։ Այս թանկ գազը ասում է ժողովուրդ մի մտածեք որ տանը ձեր գազը թանկ է, բան, կոֆեն թանկ է կեփելու։ Ինչ արտադրություն կա Հայաստանում փակվելու է, որտեղ այդ արտադրություններն այս պայն մրցունակ են տարածաշրջանի երկրների հանդեպ մի պատճառով, որտեղ մենք առնում ենք դեժանգազ, իրանք չէ։ Եվ դուք գիտեք ինչ եք անելու, սիրելի հայեր, Վենետիկի եւ Բարսելոնայի բնակիչների պես հենելու եք միտինգ անեք։ Հիմա ասեմ, Վենետիկի եւ Բարսելոնան ինչ կապ ունի։ Այսինքն դուք դառնալու եք սպասարկող հանրույթ։ Այսօր սպասարկող հանրույթ չէ։ Այս բան չէ։ Այս բան ավելի լավ վիճակում են, քան այս բան հələ 91 թվականին ստեղծված պետության ինքնիշխանության որոշակի ատրիբուտներ գործում են։ Սպասարկող արժեք, սպասարկելու եք, սպասարկման ոլորտում եք աշխատելու, չգիտեմ, սպասարկելու եք Հայաստան եկող գնացող Հայաստանի վրայով անցնող թուրքերին, ադրբեջանցիներին, այդ ալնելու ձեր միակ արժեքը։ Սպասարկման ոլորտը լավ բան չի, բայց ասում ձեր ազգի, մեր ազգի միակ գործառույթը այդ է մնալու։